Խոսենք նրա մասին, որ մայիսի 28-ներ 3 եւ մեր հանրապետության տոնի առթիվ 3 տեղի ունեցավ հանրապետության հրապարակում զորահանդես, պարզվում է մենք բավական մեծ թվով զենքեր ունենք, շատ տարբեր հզոր բանակ ունենք եւ Նիկոլ Փաշինյանը որոշել էր ընտրություններից մի քանի օր առաջ, այսպես ասենք, բերել եւ ցուցադրել մեր հզոր եւ անպարտ բանակը։ Լուսնե ջան, նախ ես միշտ ասել եմ, աշխարհի ամենահզոր զենքերն էլ բերեց 10 Նիկոլ Փաշինյանին, ատոմային բոմբերն էլ 10 Նիկոլ Փաշինյանին, դա ոչ մի բան, դա պիտանի հանձնի թշնամուն, որտեղ ինքը ոնց որ գիտեք, ոնց որ ասենք ուզենաս միտեղ բժշկությունը զարգացնես, ինչքան էլ ուզում լավ շենք, լավ ապարուդվանյաններ բերես, տեղադրես, բայց եթե գլխավոր բժիշկը անասնաբուժելսկի չլինի, այդտեղ մարդիկ կմեռնեն, չեն բուժվի։ Այսինքն առաջի գործը պիտի որ գլխավոր բժիշկը լավ լինի, պինցետով ու արողով էլ մարդ կբուժի, սպիրտով ու պինցետով էլ մարդ կբուժի։ Սա երկրորդ։ Եթե իրանց թվում է, որ թե մենք չենք ուրախանա, որ մեր բանակը հզորանա թեկուզ Նիկոլի գլխավորությամբ, չարաչար սխալվում են, հասկանում եք։ Բայց որն է նպատակը սրանց պարադի։ Նախ այս պահին պարադանելը վիրավորական է։ Լուսնե ջան, իրոք Սերժ Սարգսյանը ասաց ամբարո քայլ է, երբ որ մենք Բաքվի բանտում ունենք ռազմաքաղաքական մեր ղեկավարությունն է գերեվարված, այնտեղ ունենք գերիներ, Ռուբեն Վարդանյանի նման տղեն անդե գերեվարված, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն է գերեվարված, ու Հայաստանը իրաց ասած Հայաստանի ինքնիշխան տարածքի մի զգալի մաս թուրքերի ձեռն է, ու եթե ուզում եք իրականանալ, նաև Արցախն է ազատագրված, Արցախը ու բռնազավթված, օկուպացված, ու այս պայմաններում պարադանելը սա վիրավորական է, սա ամբարո քայլ է, սա, բայց ինչի համար են իրան կարել, հիմա դե իրանք որ ամբարո են ոտից գլուխ, սա իրանք սաստավով, հələ մի հատ էլ Ռուբեն Ռուբինյանը Սերժ Սարգսյանն էր անդրադարձել, չէ, նոր դուք ցույց տվեցիք, ես չէի տեսել, հա, այսինքն որ ամբարո են ոտից գլուխ, դրանով ոչ մի խոսք, բայց որն է նպատակը իրանց այս ամբարո քայլի, առաջի, իրանք ուզում են նախ ստեղ մի հատ իրանց ռեյտինգը բարձրացնեն, իրանց ռեյտինգը բարձրացնեն ու ԱԱԿ-ին կբարձրացնեն, որովհետև բոլորը չեն մեր նման մտածում, կան տուպոյներ, զոմբիներ, որոնք նայում են ասում են օրել տես, եթե ասֆալտով մարդը ուրախանա, դրանով էլ կուրախանա, կասել լավ է աշխատում մեր Նիկոլը, բայց ասենք խելացի մարդը պետք է ասի մտա նախ բարոյականություն գոյություն ունի, նախ ռեզուլտատ գոյություն ունի, ռեզուլտատը բանակի ցույց տու, այն կանսերվի բանկեկով բանակը, կանսերվի բանկեկով բանակը իր ռեզուլտատը ցույց է տալի, բայց որն է սրանց նպատակ, այն անգամ էս կորունին էլ հարցազրույց տալուց Կորունի Սիմոնյան մեր տնից ասել եմ, առաջին իր ռեյտինգն է բարձրացնում ստենախնդրական ոնց որ Քարոզ Արշավետի ու երկրորդն էլ ուզում է Ալիևին ցույց տա, որ տես ես էլ արդեն հզոր եմ, իմ վրա տես շատ բարձր մի գորա, մի քիչ տոնայնությունը ցածրացրա։ Այս սա էր իրանց այդ պարադի նպատակը։ Ու նաև ինչը ստեղ, ինչն է կարևոր։ Իրանք այնքան են ոգևորված այս իրանց պարադով, իրանց զինատեսակներով, որ սա ինձ հիշեցեց 20 թիվը, որ այն մի հատ թումբ գնացինք, մենք վերցեցինք թուրքերից էդի սարքին, բան Սարդարապատ, նոր Սարդարապատ սարքին, 70 քանի հատ մարտական խաչ տվեցին, երկու հատ էլ թե մի հատ ազգային հերոս, էդի հիշում եք ինչ սարքեցին։ Լուսնե ջան, ու դրանից հետո հետևեց խայտարակ այս ցեղասպանությունը խայտարակ պարտությունը։ Այն էս նոր պատերազմի հոտ եմ առնում։ Նոր պատերազմ մոտենում, սրանք ոգևորված է իրանց բանակով, Լուսնե ջան, որ չի բացառում, որ այս բանակով արդեն իրանց թվա, որ կարան այս իրանց զինատեսակով այնքան ուժեղ են, որ կարան ռուսների հետ էլ կռվեն։ Հասկանում եք, դրա համար եմ ասում, նոր պատերազմի հոտ եմ առնում, Նիկոլ Փաշինյանը նոր սա հաշվարկան էլ չգիտի։ Լսում ես այն անգամ իր բանը, որ գովում է, երեք թե առաջում էր, գովում է իր բանակը իր զինատեսակներ։ Չէ, ես գիտի որ իրականում բանակը ուժեղացեց, մենք դի տխրենք։ Մենք ուրախանանք։ Այդ որ հայը չի ուրախանա, որ բանակը թեկուզ Նիկոլի նման անասուն է, բանակը հզորացնի։ Չեք ուրախանա, ոչ չէ, մեր անվտանգությունն է։ Ոչ չենք ուրախանա, բայց սենց ասում Սերժ Սարգսյանը այն ժամանակ մենք ստացել ենք քանդված, քանդուքարապեղած, սենց մի հատ բառ ասեց, քայքայված, թե ինչ մի հատ բառ ասեց, սենց բանը։ Հիմա նախ հենատ հիշի քու խոսքերը, հələ հետեքան 20 տիպ հիշի քու խոսքերը ինչ էր ասում, որ տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է, տարածաշրջանում հարցնուցող բանակը, մեր դեմը խաղ չկա։ Հիշում եք 20 թվին էր, որ 70 քանի հատ մարտական խաչ բաժանել, մարտական խաչն էր, որ արժե զրկեց, Լուսնե ջան։ Նախ քո ասածները մի հատ այն վախտներու հիմա նա իրար հետ չի բռնում։ Ամենավերջում եթե քանդված բանակ էր, բայց քանդված բանակը որ էր այդում պատերազմի։ Քանդված բանակով այդ մի պատերազմ որ ասես դու դիտավորա տալես պարտության ու տալես կոտորածի, հաշվարկան էլ չգիտեիր, եթե տեն մի քանդված բանակ է,
Ուր էր այդ թուրք ադրբեջանական հզոր բանակի դեմ պատերազմելու։ Խելբա սադրում պատերազմը։ Ուրեմն ծիխի ձևերով այնպես զիջումներ անել, որ պատերազմ չլներ։ Ոչ թե սադրել Արցախը Հայաստանի եւ վերջ, այդ հայ ինագուրացիան էր Շուշիում։ Կամ այդ թումբը որ գրավեց սա Սարդարապատ է, այդ թումբը խի գնացիր գրավիր։ Եթե մեր բանակը քայքայացի գազազացիր այն հրեշին։ Եթե տենցիր։ Լուսնեջա չէ հասար այդ բանել, եթե ինքը համարում է քայքայված բանակը ժառանգ է, նախ իր խոսքերը լսում ես տենց բան չի ասում։ Այն վաղ ասում էր հզոր բանակա, ամենամարտունակ բանակը տարածաշրջանում մենք պապան մենք ենք, ու սենց էր ասում, չէ՞, մի իմաստը։ Տենց էր ասում։ Ու որ այդ ժամանակ էլ ասեր, բայց էսի Սերժի ստեղծած բանակն է ասեր ոչ, սա հայ ժողովրդի բանակն է, Սերժը թալանչի է։ Իսկ հիմա ասում է մենք քանդված բանակ ենք, ժառանգել Սերժի բանակ, արդեն այն ժամանակ որ հաղթանակած էր համարում այդ բանակին, Սերժինը չէր։ Հիմա արդեն որ իրան ձեռատալու ասի քանդված բանակ էր, Սերժինն էր։ Հասկանաց, ոչ մի բանը սա ասածներ իրար չի բան։ Լավ է կանդավ զինատեսակները կարել, լավ է կարել։ Նախ էլ զինատեսակները պետք է կիրառել նպատակին ծառայել, լավ է կարել։ Հա, այն վաղտա քննադատում է, ասկե եթե դու մի բան անում ես, դե ապա Սերժի տանձից կախվես։ Խիես բերում համեմատում Սերժի հետ կոարասները, որ անհամեմատել են։ Հələ ես ինչ եմ ասում, բացեք նայեք Շարմազանովի սեջուն կարկակրա, սրտիկ եմ դրել։ Բացեք նայեք Սերժ Սարգսյանի օրվա պարադը։ Հələ տեսեք այն զենքերն էին լավը թե ձերը արա։ Հələ տեսեք այն պարադներ լավը թե ձերը արա։ Հələ տեսեք այն պարադներ պատվաբեր թե ձերը արա։ Այն պարադի ժամանակ մի հատ դերի ունեինք մենք։ Հա։ Յոք ես բան արա։ Երևի երրորդ նախագահը իր ուղերձում նաև նշել էր, որ Բաքվի բանտերում ունենք գերիներ, անհետ կորածներ, խայտարակ պարտությունից հետո բազմաթիվ զոհեր ու դուք պարադ եք հանում, երևի դա նրանց դուրս եկել։ Լուսնե ջան, ինչ տոն։ Այսօր որ մարդիկ դաժե քեֆ են անում, այդ մարդիկ էլ են իմ աշկից ընկնում արա։ Այ ինչ քեֆ արա։ Հələ Հերաբլուրի այդ զոհված տղեկի արմը չի չորձել։ Դուք պատկերացնեք իրաց ծնողների վիճակը, որ տենում են, Լուսնե ջան, որ տենում են այդ ծնողները, զոհվածի ծնողները կամ գերի այնտեղ գտնվողների ծնողները տենան, ոնց անեն այսպես տաշում միած սիրուն աղջիկա հետ։ Հայկինակոնեն այս բարի մարդիկ չտենան արա։ Դուք դա չեք խղճում այդ մարդկանց, արա դուք։ Իրաց հոգեբանական ապրումները էլ մի հատ նայեք։ Կամ Արցախը ազատագրել եք, որ ամեն տաշում եք, տեսվակ տաշացեք։ Տեսակ երաբլուրում եք տաշացեք, սալուտ խպեք, էդ այլ հարց է, որ իմանաս, որ այդ ծնողներ իման իր երեխեն զովել է, բայց Ռոբերտ Աբաջանի ծնողը իմանա, որ իր երեխեն պինա պայթասել է, բայց այդ դիրքները հայկական Արցախն էլ է հայկական արա։